Հանրապետությունում ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել դրանք հաշվառելու գործընթացը սկսվում է հունվարի 20-ից։ Նախ պետք է համոզվել, որ շինությունը կառուցվել է մինչև 2021 թվականը, այնուհետև դիմել չափագրողին, որը տեղում աշխատանքներ կատարելուց հետո համապատասխան փաստաթղթերը ներբեռնելու է էլեկտրոնային համակարգ։ Այս մասին քաղաքացին կստանա SMS հաղորդագրություն։ Կադաստրի հաստատումից հետո քաղաքացին կստանա երկրորդ SMS հաղորդագրությունն այն մասին, որ կառույցը հաշվառված է։ Էլեկտրոմոբիլների ներմուծման ծավալները վերջին տարիներին զգալիորեն աճել են։ 2023 թվականին ներմուծվել է 9635, 2024-ին 11793, իսկ 2025 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ 21590 միավոր էլեկտրոմոբիլ։ Էլեկտրոմոբիլների թվի աճին զուգահեռ զարգանում է նաև լիցքավորման ենթակառուցվածքը, տվյալները ներկայացնում էր վիճակագրական կոմիտեն։ Վրաստանը 2026-ին ավարտին կհասցնի Հայաստանին, Ադրբեջանին եւ Թուրքիային կապող ռազմավարական մայրուղիների կառուցումը։ Պետական բյուջեում արտացոլված առաջնահերթ ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը ներառում է մի քանի հիմնական հատվածների ավարտը։ Դրանց թվում են Ռուսթավի Կարմիր կամուրջ ճանապարհը, որը տանում է դեպի Ադրբեջանի հետ սահման, եւ Ալգետի Սադախլո ճանապարհը, որը կապում է Վրաստանը Հայաստանի հետ։ Միաժամանակ երկրի արևմուտքում կավարտվի Բաթումի Սարփի մայրուղու նախագիծը, որը բացում է մուտք դեպի թուրքական սահման։ 2026 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 4.9%-ով, 2027-ին 4.7%-ով։ Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի կանխատեսման մեջ։ Նշվում է, որ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում հնարավոր անհաջողությունները մեծացնում են տարածաշրջանի երկրների ՀՆԱ-ի աճի տեմպերի նվազման ռիսկերը։ Միևնույն ժամանակ խաղաղության գործընթացում առաջընթացը կարող է ամրապնդել Հարավային Կովկասի երկրների ինտեգրումը։ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի առաջին տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև առևտուրը աճել է 1/4-ով, հասնելով գրեթե $4 միլիարդ։ 10 ամսվա ընթացքում Միացյալ Նահանգները Ռուսաստան է արտահանել ամենամեծ թվով բժշկական գործիքները։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը հունվարից հոկտեմբեր ամիսներին ավելացրել է դեպի Միացյալ Նահանգներ ազոտական պարարտանյութերի արտահանումը։ Եվրոպական միությունը պատրաստվում է պատասխան քայլերի, եթե Միացյալ Նահանգները 10% մաքսատուրքեր սահմանի եվրոպական որոշ երկրների նկատմամբ Գրենլանդիայի հարցում նրանց դիրքորոշման պատճառով։ Քննարկվող տարբերակներից մեկը Միացյալ Նահանգներից ներմուծվող մի շարք ապրանքների վրա հակազդող մաքսատուրքեր սահմանելն է։ Խոսքը վերաբերում է վիսկիին, ինքնաթիռների պահեստամասերին, սոյային, թռչնամսին եւ այլ ապրանքներին, ընդհանուր շուրջ 93 միլիարդ եվրոյի չափով։ Չինաստանը դադարեցրել է Ռուսաստանից էլեկտրաէներգիայի գնումը։ Հիմնական պատճառը հունվարի 1-ից սահմանված արտահանման բարձր գներն են, որոնք գերազանցել են Չինաստանի ներքին գներին։ Չինաստանում էլեկտրաէներգիայի գները գործնականում անփոփոխ են մնում։ Ներկայում այն կազմում է մոտավորապես 350 յուան 1 կիլովատժամի համար։ Netflix-ը շուրջ $7 միլիարդ ձեռք է բերել Sony Pictures-ի ֆիլմերի համաշխարհային սթրիմինգային բացառիկ իրավունքները։ Փորձագետների գնահատմամբ այս քայլը Netflix-ին թույլ կտա ուժեղացնել իր դիրքերը գլոբալ սթրիմինգային շուկայում, խորացնելով գործակցությունը խոշոր կինոստուդիաների հետ եւ ապահովելով բարձրարժեք բովանդակության երկարաժամկետ հասանելիություն։ Հայաստանի անշարժ գույքի շուկայում 2025 թվականին գործարքների թիվը նվազել է։ Նախորդ տարի հանրապետության անշարժ գույքի շուկայում գրանցվել է 244,000 գործարք։ 2024-ին այդ ցուցանիշը եղել է 247,900։ Նվազումը տեղի է ունեցել առաջնային շուկայի հաշվին։ Եթե 2024 թվականին 19,000 մի փոքր ավել առաջնային գնման իրավունքի գործարքեր տեղի ունեցել, ապա 25 թվականին այդ թիվը կազմել է շուրջ 16300։ Մենք հիշում ենք, որ սա կապված է նաև նրա հետ, որ եկամտարկի վերադարձի ինստիտուտն է ձևափոխվում եւ համապատասխան գոտիներում հաջորդաբար դուրս է գալիս եւ 2024 թվականը այդ իմաստով եղել է ակտիվ։
Եկամտահարկի վերադարձի օրենքը Երևանում այլևս չի գործում։ Նախորդ տարի գործարքների թվի նվազումը կապված է նաև այս հանգամանքի հետ, բայց միևնույն ժամանակ 2025-ին անշարժ գույքի շուկայում կատարված գործարքները գերազանցում են 2022-2023 թվականների ցուցանիշները։ Ներկայում էլ նոր օրենսդրական նախաձեռնություններ են մշակվում շուկայում ակտիվությունը պահպանելու համար։ Այժմ արտերկրում գտնվող քաղաքացիները մեր երկրում առավել պարզ կարգով կարող են բնակարան ձեռք բերել։ Գործող փորձնական ծրագրով նրանք կարիք չունեն լիազորագիր ձևակերպել երրորդ անձանց անունով կամ անձամբ գալ Հայաստան։ Մենք ներդրեցինք էլեկտրոնային գործիքակազմ ESM նույնականացման համակարգով, կողմերը կարող են իրենց տանից նստած եւ գնորդը եւ վաճառողը գտնվեն ամեն մեկը իրենց հարմար վայրում, ստորագրեն համապատասխան առուծախի պայմանագիրը ESM նույնականացման համակարգով, վաճառողը ստորագրի հավաքագրելով համակարգի մեջ գնորդի վերաբերյալ տվյալներ, գնորդը մուտք գործելով իր անձնական գրասենյակ այնտեղ կտեսնի համապատասխան պայմանագրի ստորագրված տարբերակը, ինքն էլ կստորագրի այդ պայմանագիրը եւ ավտոմատ այդ դիմումը կներկայացվի իրավունքի պետական գրանցման։ Նոր պահանջներ կսահմանվեն նաև վաճառքի կամ վարձակալության հանվող անշարժ գույքի նկատմամբ։ 2026 թվականի երկրորդ կեսին ուժի մեջ կմտնի օրենքը, ըստ որի ռիելթորները պետք է ատեստավորում անցնեն։ Բացի այդ կներդրվի անշարժ գույքի կառավարման նոր ինստիտուտ, որը թույլ կտա սեփականատերերին առանց ավելորդ վարչարարության գույքը հանձնել կառավարման եւ եկամուտներ ստանալ։ Ներդրվելու նոր էլեկտրոնային համակարգ, որով ստուգվելու է արդեն անշարժ գույքի որակական հատկանիշները եւ այնուհետեւ նոր միայն թույլատրվելու է, որպեսզի անշարժ գույքը ցուցակագրվի, սա օգնելու է մեզ, որպեսզի մենք կարողանանք հստակ վստահ լինել, որ շուկայում ցուցակագրվող գույքերը, այսինքն այն գույքերը, որոնց վերաբերյալ տեղադրվում են հայտարարություններ էլեկտրոնային համակարգում վաճառքի կամ վարձակալության, դրանց պարամետրերը լինեն ստուգված եւ հաստատված արդեն լիազոր մարմնի կողմից։ Նոր նախաձեռնությունները միտված են անշարժ գույքի շուկայում փոխադարձ հարաբերությունների կարգավորմանը եւ նոր ստանդարտների սահմանմանը։ Հայաստանի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ կներդրվի։ Բացի այդ, առաջարկվում է կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգներ դնել հանրային իշխանության մարմիններում, ինչպես նաեւ առողջապահության, սոցիալական պաշտպանության եւ շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպություններում։ Այս մասին հայտարարել են Արդարադատության նախարարությունից։